Շարունակում ենք մեր զրույցների շարքը Գյումրիում, այս անգամ հյուրընկալել եմ ապրելու երկիր կուսակցության հավաքանու առաջին համար Կարեն Մալխասյանին, ասաման շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, եկաք մեր տաղավար, որը Գյումրիում կազմակերպել ենք հատուկ ընտրություններից առաջ, փորձում ենք զրուցել բոլոր տեխնացուների հետ ստանալու առաջին հերթին գյումրեցիների համար հուզող հարցերի պատասխանները, շատ դեպքերում չենք էլ հաջողում ազնիվ կասեմ, իդեպ մեր սանին հիշեցնեմ, որ մենք հրավեր էինք ուղարկել այդ նաև իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուին, որպեսզի վերջինիս հետ եւս զրույց ունենանք, բայց տարբեր պատճառաբանություններով մեր հրավերը մերժվել է, մենք էլ զրույցներ անց ենք կազմում բոլոր այն տեխնացուների հետ, ովքեր ցանկություն ունեն պատմել իրենց առաքելության եւ նպատակների մասին։ Այսպես Մեր հարցազրույցը բաժանվելու է երկու մասի, առաջին մասում մենք ընդհանուր հարցեր ենք քննարկելու, այնուհետև ձեր անհատական տեսլականներին են գնալու ընտրությունների մասով։ Նախ եւ առաջ կցանկանայի իմանալ Գյումրու թիմ ընտրություններին մասնակցելու ձեր եւ ձեր կուսակցության անձնական մոտիվները, որոնք են։ Ինչ մոտիվով եք գնում ընտրությունների։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ այս հնարավորությունը ընձեռելու համար։ Մեր մոտիվների մասին Ինչպես գիտեք, Գյումրու հավաքանույում ապրելու երկիրը ներկայացված է, ես խմբակցության ղեկավարն եմ։ Գյումրու հավաքանույում ներկայացված է եղել 5 քաղաքական ուժ, այս պահին ընտրություններին արտահայտ ընտրություններին մասնակցում այդ ներկայացված քաղաքական ուժերից երկուսը։ Մեկը իշխող քաղաքական ուժն է, մյուսը մեր ուժն է, ապրելու երկիրը։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք որպես քաղաքական ուժ մշտապես գտնվում ենք այս process-ների մեջ եւ հանրապետությունում դիմերում ներկայացված են քաղաքացիական պայմանագրից հետո դիմերում ներկայացվածության աստիճանով երկրորդն ենք։ Մենք մշտապես այս process-ների մեջ ենք, մենք կոնկրետ Գյումրու պահով խնդիրները գիտենք, ուսումնասիրել ենք, գնացել ենք դրա հետևից 2021 թվականին, հիմա էլ ներսում գտնվելով ավելի խորքային ենք տիրապետում խնդիրներին, դրանց լուծման եղանակներին եւ այդ առումով կրկին որոշել ենք մասնակցել ընտրություններին եւ փորձել մեր գործերի, արած գործերի, մեր ցերագրի, մեր կենսագրության արդյունքում հայցել Գյումրեցու քվեն, որովհետեւ վստահեն մեզ Գյումրու կառավարման։ Շատ բարի, ինչ եք կարծում, ինչ դրական ազդեցություն նշանակություն է ունենալու ձեր ուժը, եթե գա իշխանության, մի քանի կետով նշենք, որոնք են լինելու այդ դրական ազդեցությունները։ Ես հարցին ուզեմ այս անկյունից անդրադառնամ, նախ մենք մեր ընդդիմադիր դիրքերից, որ հանդես ենք եկել, արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել, ինչի, որովհետև մենք ակտիվ անդամ եմ եղել ես հավաքանում, մշտապես հարցեր եմ բարձրաձայնել, մշտապես քննադատել եմ, աջակցել եմ խնդիրների լուծման եղանակները գտնելուն, համագործակցել եմ այդ առումով իշխող բոլորի հետ, բայց հետաքրքիր է, որ եղել են նաև ծրագրեր, որոնց իշխող ուժը չի միացել, չի ողջունել այդ ծրագրերը մեր կողմից ներկայացված կամ չի ուզեցել այսպես ձևակերպենք, եւ հիմա, երբ որ իրենք մտել են պայքարի մեջ, ընդրական պայքարի մեջ, մեր ներկայացրած ծրագրերը, որոնք որ մերժվել են իրենց կողմից, հիմա իրենք ներ են առել իրենց ծրագրերի ցանկում։ Օրինակներով կարող եմ ասել, օրինակ մենք 25 թվականին նախաձեռնեցի մանկապարտեզները անվճար դարձնելու մասին արտահայտ նիստ, այդ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր, որպեսզի 1/3 հավաքանն է, այսինքն 11 ստորագրություն ունենայինք, մյուս խմբակցությունները ստորագրեցին բացի քաղաքացիական պայմանագրից եւ որևէ հագափաստակ չներկայացվեց, այսինքն դա նախաձեռնություն էր, հավաքանու նիստ էր տեղի ունենալու, որի ընթացքում հավաքանին այն տեղն է ներկայացուցչական մարմին է, որտեղ գալու ենք, բանավիճելու ենք, փաստակներ, հագափաստակներ եւ այլն։ Իրենք նույնիսկ ցանկացան քննարկել այդ հարցը եւ հետաքրքիր է, որ մենք նաեւ ֆինանսական հիմնավորումն ենք ներկայացրել, բայց հիմա իրենք խոստանում են իրենց ծրագրային դրույթները, որ 2026 թվականի հունվարից իրենք են փորձելու դարձնել մանկապարտեզները անվճար, այնինչ հնարավոր էր 25 թվականից դարձնել եւ մենք այսինքն դարձել են նախընտրական։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ իշխանությունը մեզ վստահելու դեպքում մանկապարտեզները այս տարվանից իսկ դառնան անվճար։ Նմանատիպ ծրագրեր ներկայացնել թափառող կենդանիների խնդրի լուծման հետ կապված ծրագիր ենք ներկայացրել, ելի չմասնակցեցին, ելի չմիացան այդ նախաձեռնությանը, բայց դրանից հետո Երևանում կա նմանատիպ կառույց, գնացին իբր ուսումնասիրեցին, նկարվեցին, տեղադրեցին, հանրայնացրեցին, նույն ծրագիրը 3 տարի առաջ էր, երբ որ փոխքաղաքապետը իրենց ներկայացուցիչներ էլի
պատասխանատուն այդ հարցերով ինքն էր, էլի կնում էր Երևան, էլի նկարվում էր, էլի բերում հանրայնացնում են, տեսեք մենք զբաղվում ենք ու իրենց նախընտրական խոստումն է եղել 21 թվականին, որ կացարաններ են կառուցել, ու նույնիսկ հոգնագի թվով էին նշել, ոչինչ չեղավ։ Այսինքն էլի ես այսպես եմ պնդում, այդ կեղծ մոլորեցնող խոստումները շարունակվում են, մինչև օրս հասել ենք էլի քարոզարշավ ու շարունակվում են փոխանակ բնակչին Գյումրու բնակչին հաշվետվություն ներկայացնեն, թե ինչ էին խոստացել, ինչի չի կատարվել, մի դեպքում էլ գուցե ներողություն խնդրեին չկատարելու համար, այլ հակառակ շարունակում են կեղծ մոլորեցնող խոստումներով առաջ գնալ։ Իսկ ինչ ուշադիր լինենք, որտեղ այստեղ կարծում եմ մասսաման ազնիվ է պետք եւ անկեղծ է պետք լինել ինչպես սեփական անձի հետ այնպես էլ լսանի, ինչ բացասական ազդեցություն ու նշանակություն կարող է Գյումրում ձեր հաղթանակը ունենալ ինչպես գյումրեցիների, այնպես էլ գլոբալ հայության համար։ Այս հարցը կրկնում եմ, տվել եմ բոլոր տեխնացուներին, սա անհատական հարց չէ, սակայն յուրաքանչյուրի պարագայում կա այդ ստոր ջրյա քարը, որին միշտ հնարավոր է բախվել, այս պարագայում ապրելու երկիր կուսակցությունը ասոցացվում է Ռուբեն Վարդանյանի հետ, որը ցավալիորեն այս պահին գտնվում է Բաքվի բանտում եւ աշիծ ու դատավորության շրջանակներում դարձել է Ադրբեջանի կառավարության համար առանցքային գործիքներից մեկը եւ քանի որ իշխանությունն էլ կոնկրետ վերաբերմունք ունի եւ ունեցել է քաղաքական առումով Վարդանյանի նկատմամբ, որքանով է դա ազդելու ձեր հաղթանակի պարագայում քաղաքային գործերը վարելու վրա, որովհետեւ ի վերջո Ռուբեն Վարդանյան քաղաքական օպոնենտ է համարվում, չնայած նրան որ անազատության մեջ է ենել թշնամական երկրում։ Շնորհակալություն հարցի համար, ես նախ ասեմ, որ ցանկացած հարցի անկեղծ եմ պատասխանում, դա իմ ոճն է։ Հիմա անդրադառնամ բուն հարցին։ Տեսեք, բացասական հետևանք, եթե իրենց քարոզությունը լսենք, ոչ միայն մեր, այլ մյուս բոլոր ուժերի նկատմամբ ասում են, եթե իշխանական ներկայացուցիչ չլինի համայնքի ղեկավար, ապա համայնքը խնդիրների առաջ կկանգնի։ Կառավարությունը խնդիրներ կստեղծի, չի ֆինանսավորի եւ այլն։ Կառավարությունը ինչի՞ պիտի ֆինանսավորի, նախ ինչ է ֆինանսավորում, դոտացիա 86-ը, որը չի կարող չանել։ Փորձել են չանել ու այս պահին Գյումրու ընտրությունները վաղ ապացույց կլինեն, թե իրենք ինչ քվեկ ունենան Գյումրիում։ Բայց ես հագարակ տեսանկյունից կգամ, էլի իրանք կեղծ ու մոլորեցնող թեզեր են առաջ քաշում, հագարակ տեսանկյունից կգամ, եթե ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ կլինի համայնքի ղեկավարը, եւ կառավարությունը ավելի խիստ վերահսկողություն կիրականացնի, խոշորացույցով կդիտարկի եւ ավելի արդյունավետ կաշխատի համայնքի ղեկավարը եւ պրակտիկայում էլ ասեմ, որ ապրելու երկիրը մենք ունենք համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարը հենց ապրելու երկրի ներկայացուցիչն է, օրինակ նոյեմբերյան համայնքը։ Տատև համայնքում մենք առաջի տեղակալ ունենք կոալիցիայի շրջանակներում առաջի տեղակալ ունենք, այսինքն այդ համայնքները գործում են, աշխատում են, ոչ մի խնդիր չկա եւ դեռ ավելին ասեմ, նոյեմբերյան համայնքում, երբ որ քաղաքացիական պայմանագիրը այստեղ մեժեց հունվարին իմ նախաձեռնությունը մանկապարտեզները անվճար դարձնելու մասին, նոյեմբերյան համայնքում հունվարից սկսած մանկապարտեզները անվճար են։ Ինչ վերաբերում է կներեք ես էլ անդրադարձանեմ, ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ես ասեմ մենք որևէ անգամ չենք տակցրել ինքը մեր գործընկերն է, հակառակ Գյումրիում վառ օրինակ կա, որ Ռուբեն Վարդանյանի եւ ընկերների շնորհիվ Գյումրիում նախկին մինչ երկրաշարժան հատվածում գտնվող բարեկամության այգին վերածվել է տնագային ավանի եւ այդ իրենց ձեռնարկած միջոցառումների արդյունքում այդ հիմնադրամի շրջանակներում այգին հիմա վերածվել է կանաչ տարածքի փուլ գնում հասնում ենք ինչ ծրագրեր որ նախատեսված է այդ այգում իրականացվում են այսինքն ու դա տեղի ունենում մասնավոր համայնք եւ պետություն համագործակցության արդյունքում այսինքն միանշանակ ավելի դրական է ինքը քան բացասական։ Շատ բանի։ Ընտրություններին մասնակցում են 9 քաղաքական ուժ։ Այո։ Ինչով եք տարբերվում դուք մյուսներից։ Ամենաառաջի ակնառու բանը ինչով ենք տարբերվում, որ դա մենք ոչ նախկին ենք, ոչ ներկա ենք, այլ աբագա իշխանությունն ենք, միանշանակ մենք աբագա իշխանություն ենք, տարբերվում ենք ելի մեր ծրագրով, մեր կենսագրությամբ։ Մենք մեր ավականների ցուցակը կազմելիս էլ առաջնորդվել ենք ինչ սկզբունքներով։ Մենք չենք առաջնորդվել թե կոնկրետ ավականու տեխնազում որ կան հնարավորություններ ունի իր անձնական հեղինակությունը օգտագործելով ցայներ հավաքել, այլև առաջնորդվել ենք այն հանգամանքով, թե ինքը ինչ մասնագետ է, ինքը սկզբունքային մարդ է, թե չէ։ Վերևաբար այդ ձևաչափով ենք մենք կազմել մեր ավականների ցուցակը, որբիսի հետագայում այդ իշխանության պատասխանատվությունը ստանձնելուց հետո մենք կարողանանք բարձրերես լինել գյումրեցիների մոտ
եւ կարողանանք մեր գիտելիքները, հմտությունները օգտագործենք իշա քաղաքի։ Շատ բարի, իսկ ում եք համարում ձեր հիմնական մրցակիցը, որովհետև որպես կանոն ընտրությունների գնացող քաղաքական ուժերը սանդղակ են սահմանում։ Եթե բարձրանում են մինչև այդ սանդղակը, նշանակում է հաջողության ճանապարհին են։ Հիմա ձեր հիմնական մրցակիցն ով է, ում եք համարում։ Հիմնական, ես այսպես կասեմ, հիմնական մրցակիցը բոլորը մրցակից են, ես չէի ուզենա տարանջատել ով է հիմնական մրցակիցը, բայց այս պարագայում մենք մեր համար կխնդիր ենք սահմանել իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին Գյումրիում, որովհետև իմ խոսույթում եւ տեսանյութերում, որտեղ ես ունեմ իմ սոցիալական ցանցերում ներկայացված, մշտապես ասում ենք, որ արմատախիլ ենք անելու այդ անպատասխանատու վարչակիցը, որը այս պահին առկա է Գյումրիում։ Դե հիմնական մրցակիցը ասում է քաղաքացիական պայմանագիր։ Այո, այս պահին այդ տեսանյութს ենք դիտարկում։ Իսկ որ ուժերի հետ մյուս 8-ից որևէ դեպքում չեք համագործակցի եւ կոալիցիաներ չեք կազմի, իսկ որոնց հետ արդեն որոշակի հարաբերություններ ունեք։ Ես անկեղծ էլի պատասխանեմ, որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն մենք չունենք, այդ հարցը չենք քննարկել, չենք համագործակցի այն ուժերի հետ, ովքեր ուղղակի կամ անուղղակի ձևով կփորձեն համագործակցել քաղաքացիական պայմանագրի հետ, բայց նաև այն սկզբունքով ենք առաջնորդվում, որ մենք քաղաքաճգնաժամի առաջ չենք կանգնեցնելու, մեր խոսույթը, մեր լոզունգը արտարությամբ ու համերաշխությամբ կառավարելն է, հետևաբար այն քաղաքական ուժերը, ում շահ քաղաքն է, ով սկզբունքային են, խնդիրը հասկանում են, գնում են այդ խնդրի հետևից եւ ցանկանում են լուծել խնդիրը, ընտրություններից հետո կփորձենք համագործակցության եզրեր գտնել։ Շատ բարի։ 3 առանցքային անկյունակարային ռազմավարական նշանակության հարց, որ ապրելու երկիրը լուծելու է իշխանություն վերցնելուց հետո։ Առաջինը միանշանակ տնագները կնշեմ, ինչի, որովհետև արդեն 37 տարի թե տեղական իշխանությունները, թե կենտրոնական իշխանությունները խոստացել են այս հարցը լուծել, բայց չեն լուծել։ Կոնկրետ մենք ծրագրով ներկայացրել ենք այդ հարցը լուծելու արագ մեխանիզմ, որն է դա սոցիալական բնակարարությունը եւ սոցիալական հիպոթեկային ծրագիրը։ Ինչ է իրենից ներկայացնում սոցիալական հիպոթեկային ծրագիրը։ Դա տնագում բնակվողին հնարավորություն է տալիս ձեռք բերել բնակարան հիպոթեկի շրջանակներում, բայց այդ գումարը ամբողջությամբ վճարում է պետությունը։ Թվերով ասեմ ավելի պատկերավոր լինելու համար, եթե մենք ունենք 2000 տնա, միջին ասված Գյումրիում մեկ բնակարանը $50,000-ով եթե հաշվում ենք, խոսքը վերաբերում է $100 միլիոն։ Այո, եթե մենք մեկ օրում ենք լուծում այդ խնդիրը, մեկ շաբաթում, մեկ ամսում կամ թեկուզ մեկ տարում, դա մեծ գումար է պետության համար, բեռ է, բայց երբ որ մենք հիպոթեկային ծրագրով ենք ձեռք բերում այդ բնակարանը եւ բաժանում ենք 10 տարվա կամ 20 տարվա, խոսքը վերաբերում է $5 միլիոն։ Եվ հետեւաբար $5 միլիոն արդեն մեծ գումար չէ պետության համար եւ արագ կարելի է այդ հարցը լուծել։ Երկրորդը։ Երկրորդը ցավոք սրտի 2021 թվականին մենք հարցումներ էինք անցկացնում ընտրություններին մասնակցելու ժամանակ եւ ի զարմանս ինձ գյումրեցիները բարձրաձայնում էին ավելի շատ շների հարցը, քան թե տնագներում բնակվելու հարցը։ Ինքը ըստ էության ռազմավարական երևի չբնութագրենք, բայց շատ կարևոր հարց է, առաջնային ու հրատապ լուծելու հարցերից է, դրա համար եմ սա նշում։ Մենք նաև ինչ ենք ներկայացել այդ ծրագրով։ Գյումրին շրջափակված է Ախուրյան համայնքի գյուղական համայնքներով։ Մշտապես բողոք կա, որ Գյումրիում շների հարցերով զբաղվում են, թափառող կենտրոններից ստերջացնում են եւ այլն, հարակից համայնքներից ներթափանցում են Գյումրի։ Նույն հագարակ դժգոհությունը կա հարակից համայնքներում, թե իբր Գյումրի շներն են ներթափանցում հարակից համայնք եւ հարցը չի լուծվում։ Գոյություն ունի միջհամայնքային միավորների մասին օրենք Հայաստանի Հանրապետություն, բայց այն չգործող օրենքներից է։ Մենք այդ օրենքի տեղը գիտենք, փորձել ենք կյանքի կոչել եւ ինչ ենք առաջարկել Ախուրյան համայնքի հետ ստեղծել համայնքային միավորում, որը կզբաղվի շների ստեղծմամբ եւ խիստ վերահսկողությամբ, այդ խիստ հենց շեշտադրում եմ խիստ վերահսկողությամբ, որովհետեւ իրականացվել է, բայց վերահսկողությունը թույլ եղել, արդյունավետ չի եղել։ Կկառուցի կացարան եւ այդ ծրագիրը իրականացնելու համար մոտավոր հաշվարկներ կա, խոսքը վերաբերում է $200 միլիոն։ Եվ այս պարագայում $50 միլիոն եմ ասում դրամին, 50 միլիոնը ներկտնի Գյումրի համայնքը, 50 միլիոնը ներկտնի Ախուրյան համայնքը եւ 100 միլիոնն էլ մենք հնարավորություն կունենանք կառավարությունից սուբվենցիոն ծրագրով ստանալ։ Այսինքն յուրաքանչյուր համայնքի վրա $200 միլիոն բեռը դառնում է 50 միլիոն եւ ընդհանուր այն խնդիրը, որ մեկը մյուսից դժգոհում է, թե այս համայնքի շները ներթափանցեցին, երրորդ խնդիրը։
Երրորդ խնդիրը անվտանգության խնդրի հետ կապված ես կնշեմ, խոսքը վերաբերում է ապաստարաններին եւ մենք նշել ենք մեր ծրագրով քաղաքացիական հրաձգարան ունենալուն մենք մինչ երկրաշարժը սովետական ժամանակահատվածում ապաստարանները հիմնականում գտնվել են գործարաններում եւ այս մասնավորեցման արդյունքում չես հասկանում թե որն է պետությանը մնացել, որն է համայնքինը, որն է մասնավորն է, այդ խառնաշփոթ վիճակ է ու անկանոն վիճակ, քաոսային վիճակ, չի աշխատում այդ կացարանը այսպես ձևակերպ, որ նույնիսկ մտե մաքրել են կապված 44 օրյայի հետ պատերազմի, բայց եթե այդտեղ մարդիկ մնան, այդ օտարփախության համակարգեր եւ այլ չկա, շատ չծանրացնեմ, պահանջ կա քաղաքացիների կողմից այդ հարցը լուծելու։ Այո, երբ որ սրանում է, պահանջ կա։ Երբ որ չկա, երբ որ չէ մոռանում են։ Եվ այդ առումով մենք դրան շատ ուշադրություն ենք դարձնում, միաժամանակ հրաձգարան ենք նշել, որ կառուցվելու է քաղաքացիական հրաձգարան ու կառուցվել է, ասել նշեմ, ոչ թե համայնքի բյուջեի հաշվին, այլ որոշակի պայմանավորվածություններ կա, քննարկումներ կա, կան մարդիկ, կան կազմակերպություններ, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել, այստեղ մնում է, որ համայնքը հողատկացում կատարի Եվ մենք ունենանք քաղաքացիական հրաձգարան, որ երիտասարդ սերունդը կարողանա գոնե այն մինիմում են անվտանգային հարցեր ապահովելու համար մարզվի, պատրաստ լինի։ Շատ բարի։ Դուք գնում եք հաղթանակի Գյումրիում, թե Հայաստանում իրավիճակ փոխելու համար։ Տեսեք, այսօր այն իրավիճակն է ստեղծվել, որ կապում են 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունների հետ եւ շատ ուժեր, ովքեր Գյումրիում ընդհանրապես Գյումրիով չեն հետաքրքրվել, կոնե տեսանելի ինձ համար, հիմա մտել են պայքարի մեջ եւ հետեւաբար գոնե մեր համար առաջնային այս պահին Գյումրու հարցն է, բայց անկեղծ կլինեմ նաեւ որ կոնկրետ մենք ոչ թե հիմք ենք ընդունում այն հանգամանքը, որ 2026-ին է ընտրությունները եւ դրա համար մտնում ենք էլի պայքարի մեջ, այլ մենք ի սկզբանե հանդես ենք եկել ընդդիմադիր դիրքերից եւ մեր նպատակը այո եղել է իշխանապողությունը Հայաստանի Հանրապետությունում։ Հետեւաբար հենց այդ ռազմավարությունը, որ մենք համայնքներում մասնակցել ենք ընտրություններին, ինչի համար եղել, մենք ուզեցել ենք համայնքներում իշխանություն ունենալ, մեր գործով ապացուցել, որ մենք կարող ենք ճիշտ կառավարել, հմուտ կառավարել, արտար կառավարել եւ բնակիչը Հայաստանի Հանրապետության քաղաքացին վստահի մեզ նաեւ հանրապետությունում իշխանությունը։ Շատ բարի։ Եթե պարտվեք, պատրաստ եք ընդունել ձեր պարտությունն ու աշխատել ընտրված իշխանությունների հետ, այսինքն ստանալ որոշակի տոկոսներ գնալ ավականի եւ եթե իշխող կուսակցությունը վերընտրվի աշխատել իրենց հետ։ Մենք էլի կգնեմ ներկայացված ենք եղել ավականում, աշխատել ենք ու այսպեսի մի բան էլ ասեմ Գյումրու ավականիում մի հետաքրքիր ընդդիմություն էր ձևավորվել հակառակ իշխանության, որ ավելի համագործակցող, ավելի սկզբունքային էին ու ավելի գերադասում էին քաղաքի շահը, հակառակ իրենց եւ մեջտապես մասնակցել ենք եւ հանձնաժողովներին եւ աշխատանքային այդ առաջարկությունները մեջտապես մեր կողմից է եղել, որ ձևավորվի կոնկրետ հարցի խնդրի լուծման համար աշխատանքային խմբեր ներգրավել ենք։ Այսինքն, եթե կիրականացվի արտար եւ թափածիկ ընտրություններ, որի արդյունքում անկախ այն հանգամանքից ով կլինի քաղաքային իշխանություն, եթե Գյումրեցին մեզ չի վստահի այն չափով, որ կարողանանք ստանալ քաղաքի կառավարումը ու կառավարման պատասխանատվությունը, միանշանակ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը ավականում եւ քաղաքի շահից ելնելով այն հարցերը, որոնք իրատեսական են, որոնք լուծելի են, ճիշտ ծրագրեր ու առաջարկներ են ներկայացվել, իհարկե շարունակել ենք մեր աշխատանքը։ Հիմա, քանի որ դուք հարցումների մասին եք խոսում, որպես կանոն բոլոր դասական ընտրություններում բոլոր քաղաքական ուժերը հարցումներ են անցկացնում, բարձելու ինչ հունքի հետ պիտի աշխատեն, ճակերտներում եմ ասում հունքի, երբ աշխատում ես քաղաքացիների հետ, պիտի հասկանաս ինչ վստահության աստիճան ունես։ Ինչպես է գնահատում ձեր հնարավորությունները այս ընտրություններում մեծամասնություն վերցնելու։ Ես թվերով չեմ խոսի, բայց մեր հնարավորությունները բարձր եմ գնահատում, մենք պայքարում ենք իշխանություն ունենալու համար, Աստված առաջ։ Շնորհակալ եմ շատ ժամանակ հատկացնելու մեզ հյուրընկալելու համար, պարոն Մալխասյան, որովհետև այս բարդ գրաֆիկում, ծանր խիտ գրաֆիկում դժվար է ժամանակ գտնել հարցազրույցների համար, թեպետ մեդիան ասաման կարևոր խողովակ է ձեր ասելիքը տեղ հասնելու, շնորհակալ եմ կրկին։ Մեր լսանին հիշեցնեմ, որ զրուցումը Ապրելու երկիր կուսակցության
Հավաքանու առաջին համար Կարեն Մալխասյանի հետ նրա հետ քննարկում էինք եւ իդեպ կուսակցության նպատակները, առաքելությունը, տեսլականը զարգացման եւ թե ինչ ճանապարհով է գնալու Գյումրին իրենց ընտրվելու դեպքում։ Շարունակում ենք մեր աշխատանքները Գյումրիում։